Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես խնդրում եմ անպայման այս տեսանյութը մինչև վերջ նայեք, քանի որ շատ կարևոր անվտանգային խնդիր է ծագել, որը հրատապ լուծում է պահանջում։ Հիմա ինչի մասին է խոսքը, տեսեք, Հայաստանում այս սոցցանցերում, մեդիա դաշտում աշխատում են մի 6 բլոգերներ, 6-ից ավել, որոնց երկուսի մասին այսօր ես անպայման մանրամասն կանդրադառնամ եւ կապացուցեմ, որ իրանք աշխատում են ոչ թե Հայաստանի օգտին, այլ Ադրբեջանի օգտին։ Տեսեք, այդ բլոգերները, ովքեր դրանք ներկայանում են հիմա ամբողջությամբ հայամետ, Հայաստանի տարածքում ինչ որ բարեգործություններ են անում մի փոքր, ինչ որ հանցագործություններ են իբր թե բացահայտում, իհարկե իրենք չեն բացահայտում, կարող է իսկականից այդ հանցագործությունները եղած լինի, բացահայտում են իհարկե իրավապահ մարմինները, բայց իրանք ներկայացնում են, յանիմ իրանք ներկայացրին ամեն ինչը, բերեցին հանին ջրի երես, բան sense բաներ, բայց իրանք իրականում ընդհանրապես խոսում են այդ մասին, ոչ մի ապացույց չեն ներկայացնում, իրանք ներկայանում են որպես ամբողջությամբ իշխանամետ, կարող է գովան հիմիկվա իշխանությանը, կարող է գնան իշխանության կողը կանգնեն, այդպես բաներ, որպեսի նաև դրանով իրանք իրենց ապահովագրում են, որպեսի իրավապահ մարմինները իրանցով չզբաղվեն, արխային լնեն, ասեն մեկը սա իշխանամետ է, սա իշխանության կողքին է, նույնիսկ վախենան դրանցից, նույնիսկ այդպես էլ կա, եւ իրանք իրանց գործունեությունը Հայաստանում կատարեն։ Բայց իրականում ամբողջությամբ աշխատում են Ադրբեջանի օգտին։ Հիմա ասեմ ոնց են դա իրանք անում, նոր հետո կասեմ ում մասին է խոսքը եւ իմ մասին էլ երկու բան կասեմ։ Տեսեք, ձեր վստահությունը իրանք ամբողջությամբ ձեռք են բերում, որ դուք իրանք ամբողջությամբ վստահում եք, հիմնական մասան, որը որ իշխանամետ է, վստահում է այդ բլոգերներին, քանի որ ասում է սա մեկը գովում է իշխանությանը, գովում է իշխանության կողքին է, իշխանության կողքին է, ուրեմն ձեռք բերեցին ձեր վստահությունը եւ հիմնականում իրանց կատարած խնդիրը սա է, Հայաստանում մտցնել ատելություն, մեկս մյուսի նկատմամբ, հներ, նորեր, արցախցիներ, հայեր, եզդիներ, նաև ոմանք կատարում են այսպիսի բան, որպեսի հայերը ատեն այլ ազգերին, ռուսներին, չգիտեմ, պարսիկներին, մյուս sense բաներ։ Հիմա այս սա կապացուցելու եմ հատատ ինչա կատարվում, ուշադիր եղեք։ Բայց խնդիրը սենց է, իրանց առջև դրված խնդիրը սա է, այդ ատելությունը մտցնել, խուճապը մտցնել, ուրեմն դրա հիման վրա վարկաբեկել բանակը, առաջի հերթին վարկաբեկել բանակը, բայց միանգամից ասեմ, ինչքան էլ վարկաբեկեն, հայոց բանակը ինքը լինելու է, ով ուզում է լինի իշխանության, հներ, նորեր, գան գնան, հայոց բանակը լինելու է, հայոց բանակը կա, դրանում արխային եղեք, չհիասթափեք երբեք։ Հիմա ասեմ այս ձևը, հիմնականում բանակը վարկաբեկելու համար ինչ են անում, բոլոր գեներալիտետին ամբողջ, այդ հներ, նորեր, ներկա, գործող, չգործող, չգիտեմ, այդ գեներալիտետին վարկաբեկում են, ինչ որ ծանր հանցագործությունների մեջ են մեղադրում, կարող է ինչ որ մեկը կատարել է, երկուսը, երեքը, բայց դա չի նշանակում ամբողջ գեներալիտետը հանցագործ է։ Դրա հիման վրա բանակը վարկաբեկվում է եւ տեսեք ինչ է կատարվում, դրանց աուդիտորիաները, ես ճշտել եմ, մարդկանց հետ խոսացել եմ, դրանց աուդիտորիաները հրաժարվում են հայրենիքը պաշտպանելուց, քանի որ ամբողջությամբ հիասթափված են։ Երեխեքին չեն ուզում ուղարկեն բանակ, ասում են այդ գեներալները սաղ ծախված են։ Նույնիսկ այդ իշխանամետ մարդիկ, ովքեր որ նույնիսկ հավատում են, շատերը չեն հավատում իշխանությանը հենց։ Ովքեր իշխանությանը չի հավատում, հիմնականում սրանց մի մասին չի հավատում, մի մասին։ Ովքեր որ հավատում են իշխանությանը, այդ մարդիկ էլ նույնիսկ երեխաներին չեն ուզում բանակ ուղարկել, նույնիսկ մի ամսով իշխանությունը պավեսկա է ուղարկում, ծանուցագիր է ուղարկում, ասում է եկեք մի ամսով գնացեք պարապեք ձեր հայրենիքը ընդամենը մի ամսով պահեք, այդ երեխեքին պետք եղած վաղ սմենափոխ անեք, 2 շաբաթ իշխանա կանգնեք պոստին։ Չեն գնում, խուսափում են։ Համ իշխանությանը հավատում են, համ էլ իշխանության կանչածին չեն գնում։ Հիմա ես անձամբ, լավ երկու բառ էլ իմ մասին ասեմ, հետո նոր անցնեմ առաջ, այդ դրանց մասին կոնկրետ ապացույցները։ Իմ մասին ասեմ, ես հիմիկվա իշխանությանը չեմ վստահում, դա իմ իրավունքն է, ես երբեք չեմ հայհոյել ոչ մեկի անձնականին, չեմ կպնում իշխանությունից, հներ նորեր կապ չունի,
Ես այդ հիմիկվա իշխանության ասենք չեմ հավատում, համաձայն չեմ այսօրվա իշխանության տարած քաղաքականության ամբողջությամբ համաձայն չեմ, բայց երբ որ պահը գալիս է, որ պետքա գնամ, մտնեմ խրամատը, զենքը վերցնեմ, իմ հայրենիքը պահեմ, ես էլ ընդհանրապես չեմ նայում ով է իշխանության, ես գնում եմ էլի կանգնում եմ իմ պոստին, բայց 20 թվականից սկսած ինչի 20, մինչև միշտ էլ այդպես ա եղել, երիտասարդ ժամանակ էլ եմ բանակում ծառայել, բայց 20 թվականից սկսած ես ամբողջությամբ մինչև Արցախի վերջնական հայաթափելը ես հայրենիքս պաշտպանել եմ միայն զենքով, բայց Արցախի ես հայաթափելուց հետո հասկացա, որ այս մեդիա դաշտում ահավոր գործողություններ ա կատարվում մեր դեմ, դրա համար հիմա ես չսիրելով այս սոց ցանցերը ես բլոգեր չեմ, ստիպված իմ անձնական գումարները ծախսելով, ես իմ ինչ-որ մոնտաժներ անելով, այս կողմ այն կողմ մտել եմ այս սոց ցանցերը, որպեսի այս կեղտը հանեմ ջրի երես, այս հարցը լուծենք, այս սրանից գոնե ազատվենք այս կեղտից, քանի որ սա նույնպես շատ կարևոր է, բայց ցանկացած պահին, երբ որ կարիքը լինի, հենց տեսնեմ հայրենիքս վտանգի տակ է, նույն վայրկյանին էլի իմ ավտոմատը վերցնելու եմ, գնամ մտնեմ իմ խրամատը, սա հարց չի, նաև իմ մասին մի քիչ երկար եղավ, բայց ասեմ, մի հատ ես վիդեոյի թողարկել այս բլոգերներից մեկի մասին, շատերը իրոք հավատում էին, բայց մի հատ մասսա կար, որ ինչ չէր հավատում, գրել էր չենք հավատում, հարց չկա, այդ չհավատողների համար, իմ հեռախոսահամարը ես հիմա վերևում գրելու եմ, վերևում գրած է, եթե չեք հավատում ինձ, զանգեք ինձ, եթե մտածում եք ես ինչ-որ մեկի կողմից եմ, չգիտեմ, ես այդ էլ կասեմ, զանգեք գամ ձեր գյուղը, ձեր քաղաքը, ձեր հայաթը, ձեզ հյուր նստենք, խոսենք, իրար հասկանանք, տեսեք, որ ես ոչ մի բան չեմ խաբում, պետքա ես ունեմ նաև ապացույցներ, հետս կբերեմ, իսկ մեկ էլ նրանց համար ասեմ, ովքեր որ ինձ հայհոյանքներ էին գրել ու փախել, թռել էին, չեն պատասխանում, հայհոյանքներ գրողներին միանգամից ասեմ, վերևը հեռախոսս գրած է, զանգեք, եթե այդքան տղա եք, կանանց մասին չեմ ասում, կինը եթե հայհոյանք ա գրում, ես այդ կնոջը ոչինչ չունեմ ասելու, տղամարդկանց մասին եմ ասում, եթե այդքան ուժեղ տղա եք, որ կարում եք սոց ցանցում հայհոյանք գրեք իմ մասին, զանգեք ինձ, ձեր ասած տեղը գամ, ձեր հայաթը, ձեր տան դեմը գամ կանգնեմ, հելեք խոսանք, եթե կարաք, եթե այդքան դուխով տղա եք, ինձ հայհոյեք, եթե չեք կարա, այդքան չկաք, հայհոյանք մի գրեք, ներողություն խնդրեք, մի խոսքով այդ հայհոյանք գրողներին էլ չեմ պատասխանելու ընդհանրապես, մի անգամից ջնջելու եմ, համարելու եմ թշնամի ու պարզա դուք ով եք, Էդի հասկացանք, չէ, այդ մի քիչ ինտելեկտից թույլ են այդ մարդիկ, բայց հուսով եմ հասկացան իրանք։ Իմ մասին երկու բառ էլ ասեմ, շատերը նաև գրել էին, որ ես ինչ-որ կուսակցության կողմնակիցն եմ, ագենտն եմ, Ռուսաստանի, Եվրոպայի, չգիտեմ, Ամերիկայի, Թուրքիայի, մեկը գրել էր գործակալն եմ։ Միանգամից ասեմ, ժողովուրդ ջան, ես ոչ մի կուսակցական չեմ, ոչ մի կուսակցության չեմ ենթարկվում։ Հիմիկվա, այո, ասեցի, չէ, ղեկավարության տարած քաղաքականությանը դեմ եմ, որը իմ իրավունքն է քաղաքական, բայց ոչ մեկին ես չեմ հայհոյել երբեք։ Հների նորեր ոչ մեկին ես ինձ իրավունք չեմ վերապահում, ինչ որ մեկին հայհոյեմ։ Ում բան ունեմ ասելու, կարամ ճակատին ասեմ։ Այդ որ ասում էին ագենտն ստեղի ինտեղի, հա, ասեմ ես ձեզ ագենտի համար, ուրեմն ոչ մեկի ագենտը չեմ, ընդհանրապես ոչ մի երկրի ագենտը չեմ, ոչ մի երկրերի հատուկ ծառայությունների հետ ոչ մի կոնտակտ չեմ ունեցել, բացի Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, նաև ունեմ, հա, ասեմ ձեզ, ունեմ Ռուսաստանի քաղաքացիություն, բացի Հայաստանի քաղաքացիությունից ունեմ Ռուսաստանի քաղաքացիություն, ունեմ Եվրոպայի Շենգեն վիզա, մինչև այս 20 թիվը, մինչև 20 թվի պատերազմը Եվրոպայում եմ բազմաթիվ անգամ եղել, ինչքան ցանկացել եմ, Ռուսաստանում եմ երկար ժամանակ ապրել, հիմա էլ երբ ուզեմ կարամ գնամ Եվրոպա, երբ ուզեմ կարամ գնամ Ռուսաստան, ոչ մի խնդիր չունեմ այդ երկրերում, այլ տարբեր երկրերում եմ եղել, դա կապ չունի, բայց ոչ մեկի գործակալը չեմ հաստատ, դա ապացուցված է արդեն Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Էլ ինչ ասեմ իմ մասին։ Դե երևի այսքանը, հա, նաև բացի թուրք-ադրբեջանական երկրերից
մյուս երկրերին մեր երկրին թշնամի չեմ համարում։ Սա կարևոր բան է։ Այսինքն ես գնում եմ Եվրոպա, խնդիր չկա, գնում եմ Ռուսաստան, խնդիր չկա, իրանք իմ թշնամիները չեն, այն երկիրը, որ իմ թշնամին է, ես այդտեղ չեմ կարա մտնեմ նույնիսկ, ես այդ երկիր չեմ կարա մտնեմ։ Այսինքն ոնց կլինի, ես Եվրոպային համարեմ թշնամի, ասենք, չգիտեմ ինչ որ մի ու գնամ այդտեղ, էլ ես ով եմ այդ դեպքում, կամ Ռուսաստանին եթե ես համարեմ թշնամի, գնամ այդտեղ, էլ ով կլինեմ։ Ճիշտ է, այդ երկրերը կարող է իրանց պարտականությունները չեն կատարել, այս կողմը դա ուրիշ հարց է, ես հիմա այդ դիվանագիտությունը մասին չեմ խոսում։ Դա ուրիշ խնդիր է, բայց թշնամի չեմ համարում։ Այսքանը իմ մասին։ Հիմա անցնենք բուն այդ գործին այս բլոգերներին, ովքեր աշխատում են հենց Ադրբեջանի համար։ Տեսեք, հերթով գամ, այս բլոգերը, նորից սրա մասին են անգամ ասում էի, մեկը սա է, կոչվում է անունը Ռոման Բաղդասարյան, այս մեկը կոչվում է Նատալի Ալեքսանյան, իր նախկին անունը եղել է Տաթևիկ, սա գտնվում է Թուրքիայի տարածքում, հենց հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում, այս մեկը ինչքան գիտեմ գտնվում է Հայաստանի տարածքում, բայց չգիտեմ որտեղ է թաքնված, այս երկուսն էլ ներկայանում են ամբողջությամբ իշխանամետ, բայց իրանց գործունեությունով, իրանք նույնիսկ այդ որ հիմա ասեմ իրանց արածը խի չի համընկնում իրականության հետ, իրանց ասածը իրանք բան չեն անում, իրանք մենակ ասում են ու մարդկանց խաբում, իրանք ասում են, որ այս գեներալները, համարյա բոլոր գեներալները հանցագործ են, մեղադրում են գեներալիտետին, հներ, նորեր, ներկա, գործող, չգործող կապ չունի, ես արդեն չեմ հիշում, այն գեներալներին, որոնց ես անձամբ ճանաչում եմ, հաստատ հայրենասեր մարդիկ են, մեծ մասը, կարող է մի 2, 3, 4-ը հանցագործություն են կատարել, բան չունեմ ասելու։ Ասում են, որ ծանր հանցագործությունների մեջ են մեղադրում, կոնկրետ, իրանք ունեն մեծ աուդիտորիա Հայաստանում, Հայաստանի այդ աուդիտորիան եթե նայում է, տեսեք, օրենքով եմ ասում, իրավաբանորեն, քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, նայում է այդ իրանց ասածը, հավատում է իրանց, այս դեպքում, տեսեք, մանավանդ են մարդիկ, ովքեր իշխանության կողմից են, կանգնած են իշխանության կողմը, ով որ իշխանությանը չի հավատում, հիմնականում սրանց չեն հավատում, բայց ովքեր իշխանության կողքն են, նրանք սրանց հավատում են, եւ տեսեք ինչ վիճակի մեջ են սրանք բերում այդ մարդկանց, այդ հավատացողներին։ Եթե սրանց ասածով, այս երկու բլոգերի ասածով, այդ հանցագործությունները կատարվել է, կոնկրետ քրեական ծանր հանցագործություններ, գեներալիտետի կողմից, ու իրանք էլ յանիմ թե իշխանամետ են, կարող է գան գնան իշխանության կողքը կանգնեն, ցանկացած բայի, եթե իրանք իշխանամետ են, ու իշխանությունը, համապատասխան մարմինները, ազգային անվտանգության ծառայությունը, քրեական այդ գործերով զբաղվող մնացած ծառայությունները տեսնում են այս տեսանյութը, տեսնում են, չէ, տեսան այս տեսանյութը, դա իրանք պետք է ընդունեն, հիմա ես էլ ինչ որ ասում եմ, իմ ասածը, եթե մարդիկ լսեցին, հավատացին, մեծ աուդիտորիա կա, պետք է ընդունեն որպես օֆիցիալ, ասենք, հայտարարություն, եւ եթե ասում է, որ այս ինչ գեներալ է, այս մեկը, այն մեկը հանցագործություն է կատարել, պետք է իրավապահ մարմինները գնան այդ դրա ասածի հիման վրա հիմք ընդունեն որպես հայտարարություն եւ այդ զբաղվեն այդ գեներալին բռնում են ինչ են անում եթե կատարել է իհարկե այդ հանցագործությունը այդ գեներալը վերեն ենթարկեն պատասխանատվության եթե չեն գնում բերում ենթարկում պատասխանատվության այդ գեներալին բայց մարդիկ սրանց հավատացել են, արդեն իշխանությունն էլ է վարկաբեկվում, չէ, ասում են, սրանք էսով են, չեն կարում երկու հատ մի քանի հանցագործի բերեն պատասխանատվության ենթարկեն։ Այսինքն սրանց այդ յանիմ իշխանամետ լինելը իշխանությանը վարկաբեկում է։ Եթե այդ գեներալները այդ հանցագործությունը կատարել են, շեշտում եմ։ Եվ հիմա դրա համար դիմում եմ մեկ անգամ եւս այն անգամ դիմել էի այս երկուսի ասած հայտարարությունների հիման վրա ովքեր այդ գեներալներին շատ մեծ քանակի գեներալներ մեծամասնությունը հայրենասեր գեներալների մասին է խոսքը վարկաբեկում են մեծ հանցագործությունների մեջ են մեղադրում եթե այդ գեներալները մեղավոր չեն մեր բոլոր այդ մարմիններին եմ դիմում պետական գեներալները մեղավոր չեն Ուրեմն դուք պարտավոր եք սրանց բերեք
պատասխանատվության ենթարկեք, եթե չեք կարում բռնեք, գոնե հայտարարություն արեք, այս սոցցանցերը փակեք սրանց։ Հասկացաք չէ ինչն է, եթե իշխանությունը սրանց այդ գեներալներին չի դատում, դա ուրեմն իշխանություն ու այդ գեներալները սրանց ասածը դուք հավատում եք սրանց ասածը, ու իշխանությունը չի բերում սրանց այդ գեներալներին պատասխանատվության ենթարկի, ուրեմն սրանք իշխանությանն են վարկաբեկում ու սրանք թշնամիներ են, սրանք աշխատում են թշնամու համար, վարկաբեկելով գեներալներին ամբողջությամբ, դրա հիման վրա բանակը և մարդիկ հրաժարվում են բանակում ծառայելուց, ինչքան շատ մեծ քանակի սրանց աուդիտորիան, այս երկուսի աուդիտորիան իմ իմացած շատ մարդիկ, հարյուրավոր մարդիկ պավեսք են գալիս, ինչ որ ձևով խուսափում են, քանի որ սրանց լսել են։ Հիմա իշխանությունը պարտավոր է կամ սրանց փակի, սրանց դեմը առնի, կամ էլ եթե սրանք ճիշտ են, ուրեմն այդ սրանց ում որ մեղադրում են, բերեն պատասխանատվության ենթարկեն և մարդիկ գոնե հավատան այդ իշխանությանը։ Նաև այս մեկը ինչ անում, այն անգամ ասեցի, այդ մի քանի անուղերներ հարձակման վրես, տակ է ինչեր գրեցին, ասին դու Ռուսաստանի ագենտն ես, ինչ անում այս մեկը նաև, այն օրը մի հատ հայտարարություն տվեց, ինչ որ զարկերակ լրատվական, դրանք էլ ես չգիտեմ, հետո դրանցով էլ է պետք զբաղվել, պարտադիր պետք է զբաղվել դրանցով։ Ինտերվյու է տալիս այդ զարկերակին, նորից կրկնեմ իր ասածները, ասում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ, պատերազմի վերջում, երբ որ գնում էր Շուշիի մարտերը, ռուսները իրանց կամազներով ինչ ասում, թուրքերին մտցրեցին Շուշի ու տեղից ու թուրքերը Շուշին գրավեցին, այդտեղից Շուշին ընկավ, մենք չկարողացանք պահենք։ Նայեք ինչ հայտարարություն է կատարում, սա նույնիսկ մտցնում է ոչ թե ներազգային թշնամանք, այլ միջազգային թշնամանք։ Հիմա, եթե սա այս հայտարարությունը անում է, ու մարդիկ շատերը հավատացել էին այդ ստին, ուրեմն այս դեպքում ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Հիմա ես օֆիցիալ դիմում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Եթե այս բլոգերի ասածը ճիշտ է, որ թուրքերը մտել են Շուշի պատերազմի ժամանակ ռուսների օգնությամբ, ռուսներն են կամազներով տեղափոխել Շուշի, դուք պարտավոր եք հիմա կանչեք Ռուսաստանի դեսպանին Հայաստանում և անպայման բողոքի նոտա փոխանցեք և պահանջեք Ռուսաստանից, որ սրա պատասխանը տա։ Այսինքն մենք ինչ, այնտեղ Շուշիում ես կոտորում էինք, մեր կեսը կոտորվավ, երեխեքը կոտորվան, Ռուսաստանը բերեց թուրքերին կամազներով մտցրեց Շուշի, որ վերևից մեզ խփեն, հա։ Եթե չեք անում, այսինքն սա սուտ է խոսում, ես հաստատ գիտեմ, որ սա սուտ է խոսում, այդ դեպքում պահանջեք հատուկ ծառայություններին, որ սրա հարցերը լուծեն տեղն ու տեղը, և հայտարարություն արեք, որ սուտ է այդ տարածած մեծաքանակ ձևով տարածել են այդ ինֆորմացիան, հայտարարություն արեք, որ այդ ինֆորմացիան սուտ է, կամ են եք անում, կամ են, նույնն էլ մյուս իրավապահ մարմիններին, եթե այդ նորից ասեմ, եթե այդ գեներալները այդ սրա ասած հանցագործությունները արել են, պահանջում են, որ այդ գեներալներին շտապ պատասխանատվության ենթարկեն։ Իհարկե ես գիտեմ, որ սրանք սուտ են ասում, իսկ եթե դուք համոզված եք, որ սրանք սուտ են ասում, ուրեմն գոնե եթե չեք կարում սրանց բռնեք, գոնե հայտարարություն արեք, որ այս երկուսը իշխանության հետ կապ չունեն, իրանք ներկայանում են իշխանության կողմից, եւ որ սրանք սուտ են խոսում, գոնե այդ հայտարարությունը արեք, ես սա պահանջում եմ ներքին գործերի նախարարությունից, պարտադիր։ Խնդրում եմ բոլորին, որ այս իմ տեսանյութը կիսվեն իրանց էջերում, որպեսզի գնա հասնի այս իմ ասած հասցեատերերին, որ այս թշնամանքը, այս խառնաշփոթ վիճակը մեր մեջից դուրս գա։ Սրանք այս մեդիա դաշտում շատ մեծ աուդիտորիա ունեն։ Ինչքան էլ սրանց նման տականքները վարկաբեկեն մեզ, հայ ազգին, հայոց բանակը կա, եղել է ու կլինի։